Սիրելի հայրենակիցներ, մենք իհարկե կարծում էինք, որ այսօր շատ ավելի մարդաշատ պետք է լինի, եղանակն էլ մեզ թույլ տվեց այդպիսի բան հույս ունենալ։ Բայց միևնույն է, ես հասկանում եմ, որ հիմա տասնյակ հազարավորները նստած իրենց տանը, դիվաններին, այսպես ասած, հետևում են այս ամենին, կարծելով, որ մենք իրենց փոխարեն պետք է այդ հարցերը լուծենք, որը բոլորիս առջև ծառացած է։ Ես ուզում եի ընդհանրապես բոլորին հարց տալ, այդ բոլորդ իսկապես շատ ուրախ եք եւ շնորհակալ եք, որ Նիկոլը շարունակում է կառավարել, որ չեք ուզում դուրս գալ պայքարի եւ ներկայացնել ձեր բոլոր պահանջները։ Որովհետեւ այս պահին վտանգված է ոչ թե միայն մի հատ Հայաստանի եւ հայ ժողովրդի ապագան է վտանգված։ Մենք գործ ունենք մի մարդու հետ, որը ընդհանրապես չի ուզում ազգային ապագան տեսնի եւ ընդհանրապես չի ուզում, որ պետությունը գոյություն ունենա։ Սա փաստ է, որովհետեւ իրար հետևից այնպիսի քայլեր է անում, որի համար ամոթ է կրում։ Տեսեք, Ալիևի բերանը լեզու դրեց մի անգամ, ասեց Արցախը Ադրբեջան է, եւ տեսեք ինչ հետևանքներ մենք ունեցանք։ Հայաստանը դարձավ ագրեսոր, Հայաստանը դարձավ օկուպանտ, Հայաստանը դարձավ գող։ Որովհետև Ալիևը մեզ ասում է, որ դուք այնտեղ իմ տարածքում օգտագործել եք 30 տարի իմ ուրեմն հանքերի հարստությունը, մնացած բոլոր հնարավոր ուրեմն միջոցները, եւ հիմա ինչ է անում, ամբողջ Արցախը քանդում է։ Ստեփանակերտում իրար հետևից շենքեր են քանդվում, գերեզմանոցներ է վերացնում։ Այդ մեր չեմ խոսում մեր հոգևոր հարստության մասին, այն հուշարձանների, որ մեր բոլորիս պարծանքն է եղել։ Մենք այս ամենը հանգիստ ընդունում ենք։ Ստացվում է, որ անպայման պետք է ինչ-որ մի ուրիշ երևույթ առաջ գա, որպեսզի հայ ժողովուրդը այս թմբիրից դուրս գա։ Եթե այդ ամենը շարունակվի, Ալիևը արդեն պահանջելու է նաև Երևանը, եւ ինքը պահանջում է դա, եւ շարունակելու է նաև արդեն թուրք-ադրբեջանական այդ տանդեմը անել այն ինչ որ իրենք վաղուց ուզում են անել, դա միավորումն է, միավորում Հայաստանի հաշվին։ Եվ այս պարագայում ես կարծում եմ, որ քաղաքական ուժերը նույնպես պետք է շատ շահագրգիռ լինեին, կապ չունի ով է հրավիրել այսօրվա հանրահավաքը։ Պետք է բոլորը լինեն, որպեսզի մենք կարողանանք միասնական հարցերը լուծենք։ Տեսեք, ինչ է ստացվում, մենք գտնում ենք, որ եթե կա ոչ ստանդարտ, այսպես ասած, գործողություն, մենք պատրաստ ենք մասնակից լինելու։ Մենք առաջարկում ենք նաև այդ հանրաքվե, ինչու ենք մենք այդ գաղափարը ձեզ հիմա ուզում ներկայացնել։ 200,000 ստորագրություն հավաքելու դեպքում մենք գեներացնելու ենք այն շարժը, որը անհրաժեշտ է այսօր։ Այսինքն ամբողջ հանրապետությունով մեկ, եթե մեր ժողովուրդը արդեն լծվի այդ աշխատանքին եւ մենք բոլոր քաղաքական ուժերը, որոնք հայտարարում են, որ իրենք ընդդիմություն են, այս հարցում միասնական լինեն, ես կարծում եմ, որ մենք շատ ավելի արագ կլուծենք այդ խնդիրը, քան այն ձևով, որ մենք հիմա պատկերացնում ենք որոշակի փողոցային պայքար։ Որովհետև այդ դեպքում ժողովուրդը ինքը կհավատա իր ուժերին, երբ որ ինքը տեսնի, որ միայնակ չի, տասնյակ չի, հազարավոր մարդիկ են, որոնք նույն գաղափար կրողն են, նույն ժողովուրդն է, որը որ պահանջ ունի եւ այդ պահանջը պետք է իրականացնի միասնաբար։ Դրա համար մենք հիմա առաջարկը շատ հստակ է, որ այդպիսի հանրաքվե, վստահության հանրաքվե, բայց դա պետք է դառնա անվստահության հանրաքվե, որովհետեւ այդ պարագայում կրկնում եմ, մեկ ամսվա ընթացքում, եթե բոլոր քաղաքական ուժերը դա միասին անեն, շատ հանգիստ այդ ստորագրահավաքը կիրականացվի։ Մենք այդպիսի փորձ ունենք, մեր կուսակցությունը դեռ 93 թվականին այդպիսի ստորագրահավաք արեց, այն ժամանակվա իշխանության նախագահի դեմ։ Եվ հավատացնում եմ, որ ժողովուրդը, որը հասկանում է, որ ինչից պետք է ազատվի, ինչ արհավիրք է իրեն սպասում, ինքը գալիս է ընդառաջ այդպիսի։ Դրա համար այսօրվա մենք այս իրազեկման հանրահավաքը, ասենք այսպես, նվիրեցինք միայն 1-2 հարցերին, չնայած մենք կարող էինք ձեզ ասել, թե իրար հետևից ինչ է արել այս անձը, այս երևույթը, եւ ինչ է պատրաստվում անել։ Ամենահասարակ բանը,
Ես իրոք չեմ կարողանում հասկանամ, կա այդպիսի մի հայ տղամարդ, որը համաձայնվեր հիմա իր տեղը լիներ, երբ որ Ալիևը ամեն անգամ իրենից բան է պահանջում, ինքն էլ ոնց որ ստրուկ իրականացնում է։ Կա այդպիսի տղամարդ այստեղ, որը որ ասի, որ դու պետք է այս քայլ անես, պետք է հրաժարվես անկախության հռչակագրից, դու պետք է հրաժարվես ուրեմն անկախության ընդհանրապես գաղափարից։ Այս անուններն էլ արդեն չես իմանում, որ մեկինը տաս։ Մեկն ասեց, թե եթե մենք զիջում ենք մեր ինքնիշխանությունը, ուրեմն Ադրբեջանն էլ է զիջում իր ինքնիշխանությունը։ Այդ որտեղ եք տեսել, որ նա ուզում է զիջի ձեզ իր ինքնիշխանությունը, սուվերենությունը, որտեղ եք տեսել։ Նա ընդամենը տասնյակ պահանջներ է դնում։ Աղերսում է, որպեսզի ստորագրի այս համաձայնագիրը։ Երբ որ Ալիևն ասում է, ես ուրեմն կանեմ այդ դեպքում միայն, երբ որ դու ես 10 պահանջը նորից կատարես։ Հիմա հասկանում ենք մենք սրա հետևանքը որն է։ Եվ եթե հասկանում ենք, ուրեմն մենք նորից կրկնում եմ, դիմում ենք քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին, մենք առաջիկայում կհրավիրենք կլոր սեղան, կտեսնենք ով կգա, եւ բոլորին ենք հրավիրելու իհարկե, որտեղ սա այն հարցն է, որտեղ որ չկա տարաձայնություն իմ կարծիքով, որտեղ բոլորը հայտարարում են, որ օր առաջ պետք է հրաժարվել այս իշխանությունից։ Եթե այդ գաղափարը կա, եկեք այս գաղափարը այսպես էլ իրականացնենք։ Զուգահեռ կանեք այլ բան, մենք պատրաստ ենք ձեզ հետ միասին այդ մյուս գործողություններին երթակա լինել եւ պատրաստ ենք մասնակից լինել։ Բայց հիմա նաեւ օգտագործենք այս լծակը, որը համոզված ասում եմ ձեզ, ժողովուրդը այդ դեպքում ինքը կհավատա իր ուժերին, ինքը կտեսնի, որ այո կա հնարավորություն համախմբված միասնաբար անել այն, ինչ որ ինքը ուզում է։ Եվ ես այս պարագայում նորից ընդամենը կրկնում եմ, եթե սա այն լակմուսային թուղթն է լինելու, տեսեք մենք ոչ մի բան չենք առաջարկում այլ բան, առաջնորդ լինել, չգիտեմ, նախապատրաստվող եւ կամ այսպես ասած առաջնահերթություն չենք դնում մեր առջև։ Մենք ասում ենք եկեք բոլորս միասին փորձենք այս հարցը կարգավորել։ Այդ դա տեսնենք թե ովքեր են արձագանքելու եւ ինչպիսի արդյունք մենք կարող ենք ունենալ։ Այսօրվա այս իրազեկման հավաքը մենք շարունակենք, Հրանտ Բագրատյանը դեռ կներկայացնի մեկ այլ փաթեթը, որ ասեցինք, մենք հատուկ ուզում էինք, որ Արցախահայության ներկայացուցիչները, որոնք խոստացել էին, որ անպայման գալու են եւ ուզում էին, որ գային, մենք ներկայացնեինք ավելի մանրամասն, թե մեր առաջարկները որոնք են, որովհետեւ իրականում դա ոչ միայն իրենց է վերաբերում, այլ վերաբերում են 120,000 բերհայրենակցին, որը որ կարող է հեռանալ Հայաստանից եւ ընդհանրապես փակվի այդ։ Եվ եթե բացի դրանից, եթե մենք չկարողանանք իրենց պահպանենք Հայաստանի Հանրապետությունում, կնշանակի, որ մենք ընդհանրապես հայերին արդեն այլևս դնում ենք հարցականի տակ, բոլոր ազգային ամբողջ մեր բոլոր հարցերը դնում ենք հարցականի տակ։ Դրա համար մենք առաջարկում ենք եւ գիտենք, որ եթե մենք լինեինք այդ իրականացնողները, այդ ամբողջը կարելի էր անել։ Միայն մի փաստ եմ ուզում ընդամենը հիշատակեմ, մնացածը կասվի։ Հարցում էինք արել այս կառավարությանը, ասում էինք ստացել եք միջազգային օգնություն Արցախահայության համար, որոշ հաշվարկներով 220 միլիոնից ավել դոլար։ Հարցում ենք անում, ասում ենք ինչ եք արել այդ գումարը։ Մինչև ասել այսինքն օգտագործել եք որտեղ, ինչի համար։ Հաշվետվություն տվեք, որպեսզի ժողովուրդը դա իմանա։ 10 միլիարդ դոլարով ավելացել է պետական պարտքը, որևէ մեկը կարող է բացատրել, ուր է գնացել այդ գումարը։ Ինչ են արել այդ գումարի հետ։ Ինչ օգուտ է բերել Հայաստանի Հանրապետության այդ 10 միլիարդ դոլարը։ Եվ ընդհանրապես որևէ մի բնագավառ, որևէ մի ուղղություն, արդյունաբերական ուղղություն, գիտատեխնիկական ուղղություն զարգացել է դրա հաշվին։ Այս հարցեր են, որոնք որ պետք է բոլորիս հուզեն եւ պետք է հասկանան, որ եթե սեն շարունակվի, իրականում ամբողջ այս ժողովուրդը ցավոք սրտի, բացի մեր էլիտայից, որը այստեղ հավաքված է, սպառող է դառնում։
ընդամենը սպառող, այսինքն իրեն այսօրվա օրվա հացը, որ ինքը ունի, արդեն դրանով բավարարված է, գնաց ռեստորանում հաց կերավ, տանը հաց կերավ, դա իրան բավարարում է, սենց ազգ չի լինում, ժողովուրդ ջան, ազգը պետք է ունենա իր գաղափարախոսությունը, ազգը պետք է ունենա իր կամքը իրականացնելու իր սա մասին է հիմնական խոսքը, դրա համար առաջիկայում մենք իհարկե ձեզ տեղյակ կպահենք այն ամբողջ քայլերի վերաբերյալ, որը մենք իրականացնենք, եւ առաջիկայում նաեւ կհրավիրենք այդ կլոր սեղանը, որը որ տեսնենք ինչպիսի համաձայնության են գալիս եւ ինչպիսի գործողություններ են անում եւ անպայման կներկայացնենք մեր հանրության այս որոշումները կամ առաջարկների իրականացումը։ Հիմա ձայնը տալիս եմ Հրանտ Բագրատյանին